Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, ձեր քննարկմանն է ներկայացվում Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին եւ ռազմական ոստիկանության մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերը, որոնց համաձայն առաջարկվում է վարժական հավաքներից խուսափելու համար քրեական պատասխանատվություն սահմանող Քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածում հստակեցնել խուսափման դրսևորման ձևերը, ռազմական ոստիկանության իրավասություններում հստակեցվում է ռազմական ոստիկանության գործունեությունը ոչ միայն հանցագործությունները կանխելիս եւ խափանելիս, այլև հայտնաբերելիս եւ բացահայտելիս, ռազմական ոստիկանության իրավասություն է վերապահվում աջակցել զինկոմիսարիատներին, քաղաքացիներին զինվորական հաշվառման, պարտադիր կամ զորահավաքային զորակոչի, պահեստազորային պատրաստության միջոցառումներին կազմակերպման գործընթացում, ռազմական ոստիկանությունը լիազորվում է ապահովելու քրեական վարույթ իրականացնող մարմինների գրավոր պահանջի հիման վրա, վարույթի շրջանակներում ձերբակալված կամ կալանավորված զինծառայողների տեղափոխումը եւ ուղեկցումը նշված վայրեր, անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններին մասնակցելու նպատակով։ Հարգելի գործընկերներ, օրենքների նախագծերի վերաբերյալ ազգային ժողովի падգամավորների կողմից առաջարկություններ չեն ներկայացվել, կառավարության նախաձեռնությամբ շտկվել է տեխնիկական վրիպակ ռազմական ոստիկանության մասին օրենքի ընդունման ժամկետի մասով։ Օրենքների նախագծերը քննարկվել են համապատասխան հանձնաժողովում եւ ստացել դրական եզրակացություն, խնդրում եմ հավանության արժանացնել եւ կողմ քվեարկել։ Շնորհակալություն, հարգելի պարոն Սարգսյան, քանի որ գրավոր առաջարկներ չեն եղել, հարցեր չեն լինի, կարող եք զբաղեցնել ձեր տեղը, հարակի ձգությամբ հանդես կգա Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, համեցեք պարոն Քոչարյան։ Շնորհակալություն, ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, հիմնական զեկուցողը ներկայացրեց, թե ինչ նպատակ է հետապնդում այս իրավակարգավորումը եւ օրենքների փաթեթը, առաջին ընթերցման ժամանակ մանրամասն քննարկվել է հանձնաժողովում, ստացել դրական եզրակացություն, նույնը տեղի ունեցել նաեւ երկրորդ ընթերցման ժամանակ, ուստի խնդրում եմ կողմ քվեարկել, որովհետեւ այս իրավակարգավորումը լուծում է այն բացը, որը որ կօգնի մեր նմանատիպ խնդիրների լուծմանը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, կարող եք զբաղեցնել ձեր տեղը, պարոն Քոչարյան, մտքերի փոխանակության համար գրանցում։ Պարոն Մանուկյան, դուք նաև խմբակցության անունից եք գրանցվել, կմիացնեմ իրար րոպեները, եթե դեմ չեք։ Ինչա՞։ Հա, այդ եմ ասում։ Երևի հայրենակիցներ, այսօր այս դրական նախաձեռնությունը, որ կա, որ երկրորդ ընթերցմամբ քննարկվելու է, վերաբերում է գրեթե բոլոր մեր քաղաքացիներին, որովհետև ամեն մեկը իր առօրյա կյանքում տեղեկանում է, որ 25-օրյա վարժական հավաքներին կանչվում են հարևան, բարեկամ, աշխատակից ու այսպես շարունակ եւ հազարավորներ։ Իհարկե ելույթումս բոլոր անհանգստությունները բխում են մեր երկրի ազգային անվտանգության, պաշտպանունակության մտահոգությունների եւ լիովին անկեղծ են, որտեղ մեր անվտանգությանը եթե վտանգ սպառնա, տարբերություն չկա Գեգամ Մանուկյանին, թե Քոչարյան Անդրանիկին, Արթուր Խաչատրյանին, թե Հայկ Կոնջորյանին։ Արդեն 2 տարի է, 2-3 տարի է 25-օրյա վարժական հավաքների հետ կապված կառավարությունը բազմաթիվ փոփոխություններով հանդես է գալիս։ Բայց որ հետևում ենք այդ փոփոխություններին, բոլորը խստացումներ են, բոլորը հստակեցումներ են, որտեղ քաջ գիտակցում ենք, որ 25-օրյա վարժական հավաքների հետ կապված կան մեծագույն խնդիրներ։ Որովհետև խուսափումները շատ են, եւ ինչն է մարդուն ստիպում խուսափել, անվստահությունը, անպաշտպանվածությունը, 25 օր իր աշխատավայրից զրկվել է, 25 օր ոչ գրանցված աշխատանքից զրկվել է, ընտանիքից զրկվել է եւ բազմաթիվ այն խնդիրները, որը 25-օրյա վարժական հավաքներից վերադարձողները պատմում են իրենց ընկերներին, հարևաններին, աշխատակիցներին, ինչպես առօրյա կյանքում բոլորս ականատես ենք, որտեղ 25-օրյա վարժական հավաքները ոչ թե վարժական հավաքներ են, ինչպես ձևակերպված է օրենքը, այսպես սիրուն վարժական հավաք, այլ 10 օր հետո 15 օր մարտական հերթապահության հավաքներ են,
որովհետև վարժական հավաքները Հայաստանում ի սկզբանե նաև աղճատվեցին, որտեղ վարժական հավաքների անվան տակ քաղաքական նպատակներով տասնյակներով մարդիկ զորակոչվեցին Անդրանիկ Քոչարյանի կոչով, հիշում եք հայտնի դեպքերը, որովհետև պրոբլեմ կա, որտեղ գյուղիդ վարժական հավաքների շատ ավելի պարտաճանաչ են գնում, քան Երևանի, և անկեղծ լինենք, լավորի չի, որ այս վարժական հավաքները կան, դրա համար միշտ քննարկումների սրտացավ մասնակցում ենք, որտեղ հասկանում ենք, որ մարտական հերթապահության պրոբլեմ կա, որտեղ հասկանում ենք, որ մարտական հերթապահության առաջվա 15 օրվա փոխարեն այսօր 2-3 ամիս զինվորը կանգնում է մարտական հենակետում, որ ինքնին բազմաթիվ պրոբլեմներ են, և թող չհոխորտան, որ պայմանագրային զինծառայողներով մեր զինված ուժերը լցված են, ոչ, վարժական հավաքները բացը լրացնելու համար է։ Վաղը եթե թիվը չհերիքեց մարտական հերթապահության, ավելի շատ մարդ են տանելու վարժական հավաքների, բայց այդ բոլոր պրոբլեմները չլուծած, տեսեք, տաքսիստը, որը գնում է վարժական հավաքի է, ստանում է այդ 180,000 դրամը, չէ որ իր ստացած այդ շահույթից շատ ավելի քիչ է, օրերս ականատեսը մի ուրիշ բանի, գործող ավականին, որ ամեն օր նիստեր է գումարում, որոշումներ է կայացնում, ավականու անդամը զորակոչվում է վարժական հավաքների, որը ինքնին, չեմ ասում ճիշտ է կամ սխալ, բայց խնդիր է։ Երբ որ հանդերձանքի հետ կապված, պարոն Սարգսյանն է նստած, հանձնաժողովում են բարձրաձայնել, մի քանի ամիս առաջ բազմաթիվ քաղաքացիներից ահազանգեր կար, որ վարժական հավաքից հետո ասում են 42,000 պահելու են ֆորմի համար։ Ահազանգը եղավ, ոնց որ կարգավորվեց։ Բայց հիմա էլ ֆորմ են, որ տալիս են, ասում են աչքի լույսի պես 3 տարի պետք է պահես, թե պաշտպանության նախարարությունը արդեն 3 տարի խոստանում է այդ ֆորման վերջապես փոխի։ Կեցության պայմանները հանձնաժողովում էլ եմ ասել, դեպքեր կան, որ ուղղակի ահավոր վիճակում են։ Իհարկե, անվտանգության հետ կապված բոլոր խստացումները կարևոր են, եւ շատ հաճախ դրա համար է, որ ընդդիմությունը կողմ է քվեարկում, բայց նաև անվտանգության հարցի աչքակապությունը, մարդկանց խաբելը, պոռոտախոսությունը, որը ինքնին ձևն է, բայց բովանդակությունը շատ ավելի վատն է մեր անվտանգության համար, շնորհակալ եմ։ Շնորհակալություն, եզրափակիչ ելույթի կարիք տեսնում եք, համեցեք։ Շնորհակալություն, ճիշտն ասած, եթե պարոն Մանուկյանը որոշ մտքեր չարտահայտեր, ես կարծում եմ եզրափակիչ ելույթ չի ունենա, սակայն նախ նշեմ, որ եթե ասում ենք աչքակապություն, ապա ամեն ինչ կթաքցվեր եւ շտկումներ եւ փոփոխություններ չէին իրականացվի։ Դա արդեն իսկ ճիշտ ձևակերպում չէ, որովհետեւ եթե մենք տեսնում ենք խնդիրը եւ լրացնում, փոխում, շտկում ենք, արդեն աչքակապության մասին չէ։ Հաջորդ, չկան մեծագույն պրոբլեմներ։ Այդ ձևակերպումը եւս ուրճացված է, պարոն Մանուկյան, որովհետեւ մենք օրըստօրե տեսնում ենք փոփոխություններ եւ այդ փոփոխությունները բացառապես դրական են։ Իսկ ինչի փոփոխություններ, որովհետեւ նախկինում վարժական հավաքները իրականացվել են, ես չեմ վարանի այս բառը օգտագործել, հիմնականում ձևական։ Իսկ այսօր իրականացվում են ըստ էության, ըստ բովանդակության, ըստ նշանակության։ Ցանկալի չի այս ամբիոնից հնչեցնել, որ զորքի թվաքանակը չի հերիքում, դրա համար վարժական հավաքներին ներկայացնում են մարդկանց նաև մարտական հերթապահության։ Այդ ամբողջը իրականացվում է մասնագիտական գիտելիքների, կարողությունների ամրապնդման եւ նաեւ մարտական հերթապահություն իրականացնելու միջոցով իրենց ծառայությունն իրականացնելու համար, որովհետեւ 24 օրից 10 օրը ըստ զինվորական հաշվառման մասնագիտության իրենք ենթարկվում են համապատասխան ուսումնասիրությունների, իրենց կարողությունները զարգացնում են եւ այդպես շարունակ։ Հաջորդը, նույն այս ամբիոնից մենք ներկայացրել ենք օրենքի փաթեթներ, նախագծեր, որոնցով բարելավել ենք քաղաքացիների իրավունքները, որպեսզի մենք վարժական հավաքների ներկայացնողներին որևէ կերպ նեղություն չպատճառենք, սկսած ֆինանսականից։ Այս ազգային ժողովը ընդունել է օրենքի նախագիծ, որով մենք սահմանել ենք այնպիսի դրույթներ, որ եթե քաղաքացին մասնակցում է վարժական հավաքին, ապա
իր աշխատավարձից բացի գործատուն տալիս է այնքան վարձատրություն, որպեսզի իր ստացած վարձատրությունը որևէ կերպ չնվազի։ Դուք ներկայացնում եք ոչ գրանցված աշխատողները տուժում են։ Կներեք, բայց ցանկալի է գրանցվեն այդ աշխատողները, որովհետև ինչ է նշանակում ոչ գրանցված աշխատող, եւ ոչ գրանցված աշխատողը չի կարող բանակի մասին խոսել, որովհետև իր գրանցման արդյունքում ձևավորվելու է պետական բյուջե, որոնք ծախսվելու են նաև բանակի կարիքները հոգալու համար։ Հարգելի գործընկերներ, ներողություն եմ խնդրում վստահությունը չարաշահելու համար, այսպես մի շարք խնդիրներ կան, համազգեստի հետ կապված սրան էլ անդրադառնամ, պարոն Մանուկյանը իրականում հնչեցվել է, որ համազգեստի գումար են պահում, մենք ճշտել ենք, դա չի վերաբերել համազգեստին, այլ վերաբերվել է այն իրերին, որոնք հատկացվում են, իրականում եթե զինծառայողը ստանում է ջրի շիշ, չգիտեմ, այլ հագուստներ, որոնք նախատեսված են ծառայության համար եւ դրանք կորցնում է, բնականաբար պետք է իրենից պահվեն դրանք, որովհետև անփույթ վերաբերմունք համազգեստն իրենն է, սակայն այն գույքը ավարտվել է ժամանակը շատ շնորհակալություն եմ խնդրում ուշադրության համար եւ խնդրում եմ կողմ քվեարկել։ Հարցի քննարկումն ավարտվեց։ Հարգելի պատգամավորներ, քննարկում են կառավարության ներկայացրած Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխությունների վրացումներ կատարելու մասին եւ Հայաստանի Հանրապետության